հազարավոր մեր հայրենակիցներ 9 ամիս շարունակ սովի մեջ են եղել, որովհետև դուք Պրահայում ճանաչել եք Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, մեր հայրենակիցները 9 ամիս շարունակ ծերեր, երեխաներ սովի մեջ են եղել, դուրս չեն եկել, դուրս գալու հնարավորություն ունեցել են, դուրս չեն եկել, պայքարել են հերոսական, որ ազգն է պայքարել այնպես, ինչպես հայ ազգն է պայքարել է։ Այսօր գալիս եք ու ասում եք ինձ մենակ հետաքրքրում է Հայաստանի քաղաքացիներ, նրանց անձնագիրը ինչպես նշվեց, կապույտ անձնագիր էր, հայ էին, մեր արունից էին, ոնց թողեցիք, ոնց հրաժարվեցիք իրանցից, ոնց տեսաք թե 9 ամիս ոնց է հայը սոված ապրում։ Կարճ արձագանքեք։ Պարոն Սարգսյան, ձեր եղբայրը պայքարում էր Հայաստանի համար, Արցախի համար այն ժամանակ, երբ Ռուսաստանը, տարածաշրջանի բոլոր երկրները չէին մասնակցում եւ չէին ճանաչում Արցախի ժողովրդի իրավունքները։ Եթե նա լսեր Գորբաչովին, չէր պայքարելու։ Մենք պետք է մեր շահերը առաջ տանենք։ Այսօր այս ղեկավարն է Ռուսաստանում, վաղը այն ղեկավարը կլինի։ Մեր երկրի պետական շահն առաջ նայի։ Ձեր եղբայրը դա է ապացուցել ու հաղթանակել է։ Այդ ճանապարհով են հայրը մենակ հաղթանակում։ Ցավոտ է որ դուք եք դա